Նախքան մեր ելույթի մեր հաղորդման բուն թեմաներին անցնելը կխնդրեի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր որ ակտիվ հետևում են մեր հաղորդումներին, լայքեր դնել, տարածել եւ մեկնաբանություններ անել, որպեսզի ավելի լայն լսարանների համար հասանելի լինի մեր այսօրվա YouTube-յան հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրը ուղիղ հեռավար կապով միացել ենք Երևանի հետ, ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանն է, ողջույն հարգելի Գևորգ, նախ կուզենայի անդրադառնալ այսօրվա իմ տեսած նյութերից մեկին, որի միջոցով ես ծանոթացա ակտիվ քննարկվող այն օրակարգերին, որ վերաբերվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, ինչ կարծիքի եք սա, արդյոք ինչ-որ խզում էր տեղի ունեցել եւ հիմա նորից վերականգնելու առիթ կա, թե ուղղակի հերթական ներկայացումներ, որ ժամանակին տեղի ունեցավ, հիմա փորձում են ինչ-որ ուրիշ մի ներկայացմամբ այսպես հասարակությանը մատուցել որպես նոր էջի բացում, խնդրեմ։ Ես կարծում եմ, որ ոչ մի խզում էլ տեղի չի ունեցել, հիշեցնեմ, որ երբ որ ամբողջ աշխարհը հորդորում էր որևիցե պետությանը չայցելել մայիսի 9-ին կազմակերպված այդ զորաշքերթին, որը տեղի ունեցավ Մոսկվայում, որը ակնհայտ էր, որ Պուտինը փորձում էր ցույց տալ աշխարհին, որ ինքը աշխարհում մենակ չէ եւ կան պետություններ, որոնք իր հետ են։ Հիշեցնեմ անգամ, որ Եվրոմիությունը շատ խիստ արձագանքեց, ասելով, որ այն պետությունները, որոնք ուզում են դառնալ Եվրոմիության անդամ, այդ շքերթին պետք է չգնան, որովհետև շքերթի մասնակցությունը նշանակում էր աջակցություն ըստ էության Ռուսաստանի ագրեսիային Ուկրաինայի նկատմամբ։ Սա էր պատճառը, որ ամբողջ այդ արևմտյան աշխարհը դեմ էր այդ այցելությանը, սակայն Նիկոլ Փաշինյանը այցելեց, ողջագուրվեց Պուտինի հետ, ցույց տալով, որ ինքը Պուտինի հետ է։ Այսինքն գործնական դաշտում որևիցե խզում չկա, կան անհեթեթ հայտարարություններ, կան մարդկանց աչքերին թոզ փչելու գործողություններ, բայց գետնի վրա գործնական որևիցե խզում չի եղել եւ Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխարհին ցույց տալ, որ ինքը գտնվում է պուտինյան դաշտում եւ իր մնացած նաեւ ոչ այնքան քան իր սազանդարների կամ իր թմակիցների մնացած հայտարարությունները առայն որ մենք ռուսական լծից ազատվում ենք, դրանք ընդամենը PR գործողություններ են եւ գետնի վրա գործողությունների հետ կապ չունեն։ Որոշ պնդումներ կան, որ Ռուսաստանը իրոք շատ կոշտ քաղաքականություն վարելով Հայաստանի հետ պատերազմյան շրջանում քաղաքացիական պայմանագրին անկյուն քշված առնետի պես պարտադրել էր, որ այլ ելք չգտնելով բոլոր հրամաններին ենթարկվի եւ այս ամեն ինչի արդյունքում քաղաքացիական պայմանագիրը իդեմս ղեկավարի թաքնվեց, ամենայն դեպս մինչև վերջերս թաքնվել էր թուրքական դրոշի հետևում, այս մասով ինչ կասեք, որովհետև իրոք նման պնդումները երբեմն համոզիչ են թվում։ Ես կարծում եմ, որ նման պնդումները զավեշտալի են եւ մենք այդպիսի պնդումներ լսում ենք թե սազանդարական դպրոցից եւ թե իշխանական տարբեր օղակներից, իբրև թե ռուսական լծից ազատվելու համար պետք է գնալ թուրքական լծի տակ։ Առհասարակ այդ Թուրքիայի անպարտելիության թեզը, վերջերս մի պատգամավոր խոսում էր այն մասին, որ Թուրքիան մեզ համար անպարտելի է, եթե հարձակվի մենք կմորթվենք եւ այլն, ես հիշեցնեմ, որ Թուրքիան ուղիղ առճակատում է մղում Սիրիայում գտնվող քրդական ստորաբաժանումների դեմ եւ տարիներ շարունակ չի կարողանում հաղթել նրան։
Իսկ վերջին ամիսներին անգամ քրդերը կարողացան խոցել թուրքական ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքը։ Խոսքը գնում է ինչ-որ քրդական ստորաբաժանումների մասին, որոնք չունեն կանոնավոր բանակ, չունեն պետություն, չունեն կադրային սպաներ, չունեն բարձրակարգ պատրաստվածություն, բայց թուրքական այսպես կոչված ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ էֆեկտիվ պաշտպանություն են մղում եւ Թուրքիան չի կարողանում նրանց հաղթել։ Բայց Հայաստանում տարածվում է այդ Թուրքիայի անպարտելիության ուրեմն թեզը, որը հորինել են թուրքերն ու ռուսները միասին, որպեսզի հայերին պահեն ստրկության ներքո։ Մինչ այս գործում էր ուրեմն ռուսը չլինի թուրքը մեզ կուտի մոտեցումը, այսինքն մենք պիտի լինենք ռուսահպատակ, որպեսզի Թուրքիան մեզ չգրավի, հիմի քանի որ Ռուսաստանը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, քանի որ ինքը շրջագույն խնդիրներ ունի ուկրաինական պատերազմի հետ կապված, նա չի կարողանում տարածաշրջանը պահել եւ դա էր պատճառը, որ նա Արցախը հանձնեց եւ Արցախ հրավիրեց Թուրքիային, որպեսզի Թուրքիան հնարավորինս լոյալ գտնվի ուկրաինական հարցով։ Այս առիթից օգտվելով այս ռուս-թուրքական իշխանությունները Ռուսաստանից, այսինքն հենց Ռուսաստանն է դա անում, ռուսական հպատակությունից պետությունը տանում են դեպի թուրքական վիլայետ։ Այսինքն այնուամենայնիվ կա ինչ-որ պայմանավորվածություն թուրքերի եւ ռուսների հետ ընդհանուր ինչպես կարողացավ Ադրբեջանը գրավել Արցախը։ Դա ռուս-թուրքական պայմանավորվածություններ էին, որտեղ, ասենք, թուրքական օդանավերը ռմբակոծում էին մեր զորքերը, իսկ ռուսները հորդորում էին հայերին, իրականում հրամայում էին հայերին չխոցել այդ օդանավը։ Ինչի մասին հայտարարեց տվյալ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարեց, որ ռուսները ասել են F-16-ը չխոցեք։ Այսինքն զայրացնենք թուրքերին։ Այսինքն եղել է նախնական պայմանավորվածություն Մոսկվայի եւ Անկարայի միջև, ինչի մասին մենք նաեւ խոսում ենք մինչ դա 2 տարիների ընթացքում եղել էին, եթե չեմ սխալվում, մոտ 20 այցելություններ Մոսկվայի եւ Անկարայի միջև։ Ակնհայտ էր, որ ինչ-որ բան է նախապատրաստում, որովհետեւ նման ակտիվ դիվանագիտական հարաբերություններ այդ պետությունները չեն ունեցել։ Ինչը մենք հետագայում տեսանք, որ այսինքն դա նախապատրաստվում էր դեռ 2016 թվականին, սակայն Սասնա ծռեր խմբավորման կողմից ՊՊՑ գնդի գրավումը բերեց նրան, որ Ռուսաստանը չկարողացավ Արցախը հանձնել, որովհետև Ռուսաստանը մեզ միշտ օգտագործել է որպես գրող Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ եւ Արցախը տվեց, որպեսզի Թուրքիան լինի լոյալ ուկրաինական պատերազմում եւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավականին պրոռուսական դիրքորոշում ունի ի տարբերություն ՆԱՏՕ անդամ մի շարք այլ պետությունների։ Այս ամենի հետևանքով Թուրքիան Ռուսաստանի կողմից հրավիրվեց այսօր Կովկաս, հրավիրվեց Արցախ եւ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը, քանի որ ինքը հեռանում է, չլինի Ռուսաստանի տիրապետության տակ, այլ լինի Թուրքիայի տիրապետության տակ, որովհետև հակառակ պարագայում այստեղ կարող է գալ արևմուտքը, իսկ Ռուսաստանի համար հենց արևմուտքի մուտքը այսօր Կովկաս անթույլատրելի է։ Թե չէ թուրքերի հետ իրենք միշտ էլ լեզու գտել են, նրանք անգամ թուրքերի հետ միասին կառուցեցին Սովետական միությունը։ Հիշեցնեմ, որ մեր տարածաշրջանի ճարտարապետությունը դա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրով էր ձևակերպվել։ Այսինքն նրանք միշտ էլ իրար հետ լեզու գտնում են։ Իմիջիայլոց այդ նույն տրամաբանության մեջ է տեղավորվում, այս վերջերս 3 եթե չեմ սխալվում, Մինսկ կատարած այցը Փաշինյանի, որտեղ այդ ատոմային կայանների նոր կայանների ստեղծման վերաբերյալ ինչ-որ նոր բլոկ է ստեղծվում, կարծես թե Պուտինը նոր բաներ է նախաձեռնում այդ հաշվով, ակնհայտ ՆԱՏՕ-ին հակադրվող ինչ-որ մի նոր կառույց են փորձում զարգացնել այս շրջաններում եւ ծուղակի մեջ է ներգրավել նաեւ Հայաստանը
ինչ կասեք այս հաշվով, ինչ հեռահար ծրագրեր կան այս մասով Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ Նույնիսկ Պուտինը ցանկացած առիթ փորձում է օգտագործել, որպեսզի աշխարհին ցույց տա, որ ինքը մենակ չէ։ Սա շատ կարևոր է Պուտինի համար, որովհետև այսօր ինքը հայտնվել է շատ վատ ծանր, նաև քաղաքական իմաստով ծանր վիճակում, որովհետև Թրամփի գալուց հետո Ռուսաստանում առաջացան որոշակի հույսեր, որ արևմուտքի ճնշումները եւ իրենց մեկուսացումը որոշակիորեն կթուլանա, եւ դա այդպես էլ տեղի ունեցավ։ Սակայն ինչը նաև ակնհայտ էր ամենայն դեպս մեզ համար, որ կայսրությունը չի նահանջելու ուկրաինական հարցով, ընդհանուր փորձելու է առաջ գնալ եւ կարծելու է, որ ինքը հաղթելու է, իսկ Թրամփը չի կարող այսպիսի պայմաններում անընդհատ լոյալ դիրք գրավել, քանի որ իր նկատմամբ կան ճնշումներ ԱՄՆ-ի ներսում։ Թրամփը այսօր հարաբերությունները բավականին վատացրել է Եվրոպայի հետ, ինչի համար հանուն Ռուսաստանի եւ ներսում իրեն այդ հարցերը տալիս են, որ եթե անգամ մենք մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները թուլացնում ենք, ապա որն է դրա արդյունքը։ Եթե արդյունքը պիտի լիներ ուկրաինական պատերազմի դադարեցումը, ապա ինչի դադար։ Եվ չի դադարել։ Ինչի հետևանքով արդեն մենք տեսնում ենք, որ Թրամփը բավականին խիստ ուրեմն ձևակերպումներ է անում Ռուսաստանի վերաբերյալ։ Իհարկե դա դեռ բավարար չէ, հուսանք, որ ճնշումները կշարունակվեն եւ Թրամփը կվերականգնի եւ դեռ կավելացնի այն ռազմական աջակցությունը, որ կար Ուկրաինային մինչեւ իր նախագահ ընտրվելը։ Այսպիսի պայմաններում Ռուսաստանը, Պուտինը հայտնվում են նորից այդ խիստ լուսանցքից դուրս եւ նրանց Պուտինին պետք է ցույց տալ աշխարհին, որ ինքը մենակ չէ եւ այլ պետությունների նախագահներ, վարչապետներ այցելում են եւ իր հետ քննարկում են այս կամ այն հարցեր։ Հետո պարագայում խոսքը գնում է ռազմավարական ոլորտի մասին, որովհետեւ ատոմային ուրեմն ոլորտը որևիցե պետությանը եւ մանավանդ Հայաստանի նման պետության համար դա ռազմավարական ճյուղ է։ Նշեմ, որ այս ճյուղով մենք նոր ընդհատում եմ, այնտեղ այդ համաժողովի ընթացքում անդրադարձան Հայաստանին եւ ասացին, որ ատոմակայանը ձերն է, բայց մեր ընդհանուր հպարտության առիթն է։ Այո, ատոմակայանը, որը որ կա Հայաստանում, կառավարվում է Ռուսաստանի կողմից, վառելիքը տրամադրվում է Ռուսաստանը, եւ սա եւս մեկ, այսպես ռազմավարական ճյուղ է, որով մենք գտնվում ենք Ռուսաստանի կախվածության մեջ։ Եվ Ռուսաստանը դա ի ցույց է դնում, որ սա իմ, այսպես ենթակայության տակ գտնվող ռազմավարական ճյուղ է, արդեն կա փորձը, որ ռուսական արտադրության ատոմակայանի լիցքավորումը տեղի է ունեցել արևմտյան արտադրության համապատասխան կասետներով։ Այս փորձը արդեն կա, եւ Հայաստանի իշխանությունները, եթե ուզում էին անկախանալ Ռուսաստանից եւ ռուսական ազդեցությունը փոքրացնել Հայաստանում, ապա պետք է աշխատեին այն ուղղությամբ, որ կարողանային վառելիքը վերցնել այլ պետություններից։ Սակայն դա տեղի չի ունենում, եւ Հայաստանը ոչ միայն մնում է ռուսական կախվածության ներքո, այլ ոչ միայն որևիցե գործողություն չի կատարում այդ կախվածությունից ազատվելու համար, այլ ընդհակառակը դեմոնստրատիվ աշխարհի համար գնում է մեր վարչապետը այդ ուրեմն համաժողովին, քանի որ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է ատոմային էներգետիկայի առումով աջակցել Հայաստանին, եւ այդ աջակցության առաջնային նպատակը հենց ռուսական ազդեցության թուլացումն է, որպեսզի Հայաստանը ռազմավարական այդ ճյուղով կախված չլինի։ Սրանից հետո տեղի է ունենում այս համաժողովը եւ Հայաստանի վարչապետի այցելությունը, ինչը դեմոնստրացիա է նաեւ, որ այս ոլորտը գտնվում է մեր վերահսկողության ներքո եւ մենք չենք պատրաստվում դա զիջել ԱՄՆ-ին։ Սա իհարկե դեմոնստրացիա է, թե արդյոք Ռուսաստանի գործողությունները կարող են դիտել ատոմային զենքի սպառնալիքի տեսքով,
Ես կարծում եմ, որ անցել է արդեն այդ ավանտյուրայի ժամանակը։ Ես հիշեցրեցի, որ ժամանակին Մեդվեդևը ուղիղ սպառնալիք հնչեցրեց ատոմային զենքի կիրառման, որին ի պատասխան ԱՄՆ-ն երկու ատոմային հրթիռներով զինված սուզանավեր հանեց հարվածային դիրքեր, ցույց տալով, որ այդպիսի կարողություն ունի նաև ԱՄՆ-ն։ Եվ ժամանակին, երբ որ ԱՄՆ-ի կարծեմ պաշտոնյաներից մեկին կամ քաղաքական կամ ռազմական պաշտոնյաներից մեկին հարցրել էին, թե դուք ինչի եք վախենում Սովետական Միությունից, չէ՞ որ ձեր ատոմային զենքերը, ատոմային ռումբերը ավելի շատ են, քան նրանցը, նա պատասխանել էր, որ մենք նրանց ատոմային ռումբերից չենք վախենում, մենք վախենում ենք, որ նրանք կորցնելու բան չունեն եւ կարող են այդ կոճակը սեղմել։ Այս վախը ԱՄՆ-ի մոտ շատ վաղուց անցել է, սակայն Պուտինը եւ Ռուսաստանը դա չեն հասկանում։ Նրանք չեն հասկանում, որ այլևս ԱՄՆ-ում չեն վախենում, որ նրանք կարող են կոճակը սեղմել եւ ընդհակառակը ԱՄՆ-ն ինքն է սպառնում, որ եթե լինի վտանգ, ապա ինքը համապատասխան պատասխան կտա Ռուսաստանին։ Եվ ռուսական ատոմային զենքի սպառնալիքը այլևս չի գործում։ Հիշեցնեմ նաև, որ երբ որ սկսվեց ուկրաինական պատերազմը եւ Ռուսաստանը կարծում էր, որ 4 օրում պատերազմը կավարտի, պատերազմը նա չկարողացավ ավարտել 4 օրում, հայտնվեց ռազմի դաշտում շատ ծանր վիճակում եւ այդ ժամանակ սկսվեցին տարբեր լրագրողների կամ պրո-կրեմլյան խոսնակների կողմից խոսվել այն մասին, որ մենք չէ որ ունենք ատոմային զենք, դրանով սպառնալով, որ եթե Ուկրաինան չհանձնվի, մենք կկիրառենք այդ զենքը, սակայն մենք տեսանք, որ դա չգործեց։ Այսինքն Ուկրաինան չհանձնվեց, այդ բլեֆը չաշխատեց եւ սկզբից խոսում էին ռազմավարական զենքի կիրառման մասին, հետո սկսեցին խոսել ատոմային մարտավարական զենքի կիրառման մասին, հետո այդ խոսակցությունները փակվեցին, որովհետեւ բոլորը հասկացան, որ այդ բլեֆը չի անցնելու։ Այսինքն Էստոնիայի սահմանի խախտումը, Ալյասկայի չեզոք գոտու խախտումը այդ նույն ավանտյուրայի ժանրից է եւ միանշանակ դա ավանտյուրայի ժանրից է, որով Ռուսաստանը փորձում է լարվածություն մտցնել ՆԱՏՕ-ում, ցույց տալով, որ ես կարող եմ այդ հայտարարումն է, ասում է, բանը դուք ՆԱՏՕ-ն ըստ էության պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, որովհետև առանց ՆԱՏՕ-ի ուժերի օժանդակության Ուկրաինան հնարավորություն չէր ունենա այդպիսի հարվածներ հասցնել Ռուսաստանին, ինչպիսին Այո, բայց ընդգծենք, որ խոսքը չի գնում զորամիավորումների մասին, Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորամիավորումներ չկան եւ այդ աջակցությունը ռազմական տեխնիկայի տեսքով է եւ հետախուզական տվյալների փոխանցման տեսքով է եւ Ռուսաստանի կողմից նմանատիպ գործողությունները, այո, ավանտյուրայի մի այլ ալիք են, որով Ռուսաստանը փորձում է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստեղծել լարվածություն, շեղել նրա ուշադրությունը այդ գործողությունների վրա, չհասկանալով, որ այո, ՆԱՏՕ-ի ուշադրությունը այդ գործողությունների վրա կշեղվի եւ ՆԱՏՕ-ն կսկսի Լեհաստանում ահռելի ուժեր կուտակել, ինչը ոչ միայն չի խանգարի Ուկրաինային աջակցությանը, այլ կօգնի։ Այսօր անգամ ուկրաինացիները Լեհաստանի տարածքում փորձում են ձևավորել անգամ ռազմարդյունաբերական կենտրոններ, որոնք որ չեն կարող ուրեմն խոցվել Ռուսաստանի կողմից, իսկ նրանց արտադրանքը կտեղափոխվի արդեն Ուկրաինա։ Այսինքն Ռուսաստանը չի հասկանում ինչ է կատարվում աշխարհում եւ սա նորմալ է, որովհետեւ կայսրությունները միշտ այդպես են գործում։ Այդ մտածողությունն էր, որ ժամանակին բերեց հռոմեական կայսրության փլուզմանը, իսկ ի համեմատ հռոմեական կայսրությանը ռուսական կայսրությունը ոչինչ է։ Նաեւ այդ մտածողությունն էր, որը բերեց օրինակ հիտլերյան Գերմանիայի տոտալ ոչնչացմանը, եւ երբ որ արդեն դաշնակիցների զորքերը շուրջկալ էին արել Բերլինը եւ գրոհում էին այն, Հիտլերը դեռ պլանավորում էր գրավել ինչ-որ նոր երկրներ եւ մտնել Մոսկվա եւ այլն։ Այսինքն կայսրական մտածողություն ունեցող ուրեմն առաջնորդները
չեն գիտակցում, որ իրենց պետությունը կարող է պարտվել։ Սա բնորոշ է կայսրություն։ Եվ բնորոշ է նաև ռուսական կայսրությանը, մանավանդ այդ կագեբեական մտածողություն ունեցող Պուտինին։ Գեորգ ջան, մի հարցի եւս ուզում եմ անդրադառնալ, արդեն այս հարցը մեր ներքաղաքական իրավիճակին է առնչվում, բոլորիս համար արդեն ակնհայտ է, որ գործող ռեժիմը, չասենք իշխանություն, գործող ռեժիմը բացահայտ կերպով գնում է դեպի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Այս համատեքստում արդյոք վերջին օրերի սպանությունները ինչ որ ընդհանրություն ունեն, թե ոչ ձեր կարծիքով ինչ որ առհասարակ անդիմադիր գործչի եւ մանավանդ պետական գործչի սպանությունը հանրությունը պետք է դիտարկի քաղաքական սպանության կանխավարկածով, որպեսզի իշխանությունները ապացուցեն հանրությանը, որ տեղի չի ունեցել քաղաքական սպանություն եւ կանխավարկածը հաղթահարել։ Հակառակ պարագայում, եթե իշխանությունները դա չեն անում, ապա պետք է պահպանվի այն կանխավարկածը, որ սպանությունը քաղաքական բնույթ է ունեցել, եւ իշխանությունները այդ հետաքննությունները եւ բացահայտումները պիտի անեն այնպես, որ հանրության համար դա լինի արժանահավատ։ Հակառակ պարագայում մենք օրինակ ունենք հենց ԱՄՆ-ի օրինակը, երբ որ ԱՄՆ-ում սպանվեց նախագահ Քենեդին, եւ անցկացվեց որոշակի հետաքննություն եւ որոշակի հետևանքներ ունեցավ հետաքննությունը, հանրությունը չհավատաց այդ հետաքննությանը։ Այսինքն քաղաքական եւ մանավանդ պետական պաշտոնյայի սպանության բացահայտումը պիտի լինի այնպիսի թափանցիկ եւ արժանահավատ, որ հանրությունը դրան հավատա։ Այսօր մենք ունենք հակառակ գործընթացը, իշխանությունը ոչ թե լծվել է այդ սպանության բացահայտման ուրեմն ջանքերին, այլ լծվել է ջանքերին հանրությանը անընդհատ ասելու, որ դա քաղաքական սպանություն չէ։ Իշխանության առաջի դեմքով ուղղորդված ցուցումներ կան, թե ինչ վարկածը որն է, ինչ շարժառիթներ են եղել այդ սպանության հետ կապված։ Հայաստանում իշխանությունների բոլոր գործողությունները ուղղորդված են առաջի դեմքի կողմից։ Որևիցե մեկը չի կարող իր կամքով որևիցե գործողություն կատարել։ Ամեն բան տոտալ վերահսկվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ այո, հրահանգը եկել է նրանից, եւ իշխանության падգամավորներ, մարզպետներ, տարբեր իշխանական օղակներից անընդհատ հանրությանը մեսիջներ են ուղարկում, որ սա քաղաքական սպանություն չէ։ Ինչը անհեթեթ է, քանի որ այս մարդիկ տգետ են եւ քաղաքականապես ուղղակի պլինդուզի մակարդակում են գտնվում, նրանք չեն հասկանում, որ իշխանության կողմից նման հայտարարությունները ծիծաղելի են։ Իհարկե, որևիցե իշխանություն, որը քաղաքական սպանություն է կազմակերպում, չի կանգնելու ասի, որ ինքն է կազմակերպել։ Ասում են, որ բռնեք գողին, գոռում են ամենաբարձրը նրանք, ովքեր որ հենց հանդիսանում են այդ գողերը։ Եվ անհեթեթ է այս ամբողջ վիճակը, որ իրենք ստեղծում են, անընդհատ հանրությանը մեսիջներ ուղարկելով, որ չէ, մենք չենք սպանել։ Մեզ մի մեղադրեք սպանության։ Սա անհեթեթություն է։ Սրա փոխարեն մենք պիտի տեսնեինք ուրեմն առնվազն իրավապահ մարմնի բարձրաստիճան ղեկավարների հեռացում իրենց պաշտոններից, որպեսզի հանրության համար պարզ լիներ, որ իշխանությունը կամ բարձրագույն իշխանությունը դժգոհ է նրանց կատարած աշխատանքից կամ նրանց բացթողումներից, որովհետև հակառակ պարագայում այդ սպանությունը չէր լինի։ Սրա փոխարեն մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է համոզել, որ ինքը կապ չունի։ Եթե իշխանությունները չիրականացրեցին թափանցիկ եւ առանահավատ հետաքննություն եւ չբացահայտեցին սպանությունը, ապա սպանությունը մնալու է քաղաքական սպանության կանխավարկածի ներքո եւ դրանից ազատվել հնարավոր չէ ոչ Հայաստանում, ոչ էլ որևիցե այլ երկրում։ Դուք չեք կարող համոզել Ամերիկայի հանրությանը, որ ինչ որ մի խելագար է սպանել Քենեդին։ Դրան ոչ մեկ չի հավատա։ Ի վերջո, ուր ենք գնում, հարգելի Գևորգ, Շանհայ ենք գնում, Բելարուս ենք գնում, Թուրքիա ենք գնում,
արևմուտք են գնում, թե տեղում դոփում ենք, այս հարցը բոլորին է հետը հուզում այս պահի դրությամբ եւ հաշվի առնելով այն հոխորտանքները, այն մեղադրանքները, որ ամենաբարձր ամբիոնից Ալիևը բոլորին վերջերս հայտարարեց Հայաստանի հասցեին, մենք ինչպես ենք փորձում պատրաստվել, հակադարձել այս ամեն ինչին եւ նման տոնայնության մեջ մեզ հետ խոսողին մենք պատասխանում ենք եւ մեր հանրությանը հրամցնում ենք, որ մենք խաղաղության ենք գնում, խաղաղության օրակարգը ակտիվ է եւ այլ ճանապարհ չկա, ինչպես է մենք գնում ենք դեպի մահ, դեպի գերեզման ենք գնում, այս գործընթացները, որոնք որ կան Հայաստանում, անխուսափելիորեն բերելու են Հայաստանի Հանրապետության վերջնական լուծարմանը, ինչից հետո սկսվելու է հայ ժողովրդի ցեղասպանությունը, եթե դա տեղի չունենա մարդկանց սրիկ հարբելու տեսքով, ապա առնվազն տեղի է ունենալու Արցախի օրինակով եւ այս տարածքում հայ ժողովուրդը կոմպակտ չի բնակվել։ Ինչը նույնպես ցեղասպանություն է, որովհետեւ ցեղասպանությունների կանխարգելման մասին կոնվենցիան շատ հստակ ձևակերպում է, որ եթե դու էթնիկ միավորի համար ստեղծում ես այնպիսի պայմաններ, որ ինքը ստիպված է իր հայրենիքը լքել, ապա դա հանդիսանում է ցեղասպանություն։ Եվ Արցախում մենք ունեցել ենք ցեղասպանություն, եւ այդ ցեղասպանությանը ուղիղ մասնակցել են Հայաստանի իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախահայության կյանքին որևիցե վտանգ չի սպառնում այն ժամանակ, երբ որ այդ նույն պահին ռմբակոծվում էր Ստեփանակերտը, եւ այս հայտարարությունը արվեց ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից ժամեր առաջ, ինչը Ադրբեջանի ներկայացուցիչը ուղղակի ցույց տվեց բոլորին այդ անվտանգության խորհրդում, որ խնդրեմ Հայաստանի իշխանություններն են ասում, որ այնտեղ որևիցե մարդու կյանքին վտանգ չի սպառնում, բայց մենք տեսանք, որ ժամեր անց ամբողջ Արցախը ուրեմն դատարկվեց։ Այսինքն Արցախում մենք ունեցել ենք ցեղասպանություն, որին ուղիղ մասնակցություն է ունեցել Հայաստանի իշխանությունը։ Եթե մենք այս ուրեմն ուղին չկանգնեցնենք, Հայաստանի Հանրապետությունը գոյատևելու որևիցե շանս չունի։ Շատերը խոսում են այն մասին, որ առկա է Իրանի աջակցությունը եւ Իրանը չի ուզում կորցնել դեպի Սևծով իր ճանապարհը, ինչպես նաեւ Արևմուտքի աջակցությունը կա եւ ցանկությունը, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը պահպանվի, եւ այս երկու արգումենտներն էլ ճիշտ են, սակայն քաղաքական նման պաշտպանությունը կարող է չտևել հավերժ, այսինքն հաստատ չի տևելու հավերժ։ Քաղաքականությունը այնպիսի երևույթ է, որը փոփոխական է։ Վաղը Իրանը այնպիսի խնդիրներ կարող է ունենալ, որ Հայաստանով զբաղվելու ոչ ժամանակ, ոչ ռեսուրս ունենա։ Այսինքն, եթե մենք կատարում ենք գործողություններ, որոնք հակապետական են եւ տանում են պետության կործանմանը, ապա մենք պիտի գանք այն կանխավարկածից, որ այս գործողությունների ավարտը լինելու է Հայաստանի ոչնչացումը։ Ինչ վերաբերում է այն մոտեցմանը, թե արդյոք Հայաստանը որևիցե կերպ պատրաստվում է կամ պատասխանում է Ադրբեջանի ագրեսիվ ուրեմն քաղաքականությանը, ապա ոչ միայն չի պատասխանում, այլ ամեն ինչ անում է կոծկելու դա, ամեն ինչ անում է հանրությանը խաբելու, ծախսվում են միլիոնավոր դոլարներ ինչ-որ ֆեստիվալների, համերգների, տարբեր նմանատիպ միջոցառումների վրա, որպեսզի հանրությանը շեղեն այն ծանր վիճակից, որը կա, այն պատճառով, որ հանրությունը եթե հասկանում է վիճակը, նա ընդվզելու է, որովհետև վիճակը ծայրահեղ ծանր է եւ կարող է բերել շատ ծանր հետևանքների, այդ թվում արդեն ասացի Հայաստանի Հանրապետության լուծարման։ Դե արդեն ակնհայտ է, որ շարունակական բնույթ ունի այս բացասական երևույթների շղթան, որովհետև մտավախություն ունեն, որ եթե հանկարծ մի քիչ հանգիստ տան, ժողովուրդը կարող է վերականգնի ուժերը եւ ինչ որ հակահարված տան, դրա համար պերմանենտ այս բացասական երևույթներով շարունակաբար հարված են հասցնում հասարակությանը։ Հիմա բոլորովին վերջերս ազգային անվտանգության պետը այցելեց Բաքու, թե ինչ պայմանավորվածության մասին է դա խոսում, մենք մենակ կարող ենք
դրան ահով վերաբերվել, շատ լավ ճանաչելով արդեն այսօրվա գործող ռեժիմին, չգիտեմ, մենք ինչ ունենք անելու, մենք գուցե մեզ վրա պետք է այդ պարտականությունը վերցնենք ինչ-որ մի բան փոխելու, խնդրեմ Տերոջան։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների օրոք որևիցե բան չի փոխվելու այս ռուս-թուրքական հպատակության միջև այսպես տատանվելուց, եւ այս իշխանությունների պարագայում անգամ հույս ունենալ, որ Հայաստանը կարող է դուրս գալ այս ճահճից, դա խիստ միամտություն է։ Այսինքն ինչ ունենք անելու մենք, այն է հայ ժողովուրդը, անհապաղ պետք է այս իշխանություններին հեռացնել եւ ձևավորել ազգային իշխանություններ, որոնք մեր ազգային պետական շահը առաջ կտանեն, այլ ոչ թե թշնամու։ Մենք ունենք մի իրավիճակ, որ պետության բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս մի բանավեճի ընթացքում մի պատգամավոր, ՔՊ-ական պատգամավոր հրապարակային եւ անվրդով հայտարարեց, որ մենք Թուրքիայից որևիցե սպառնալիք չունենք։ Մի կողմից սա բացարձակ քաղաքական տգիտություն է, որովհետեւ եթե անգամ չլիներ Արցախյան խնդիրը, եթե անգամ չլիներ Ադրբեջան պետությունը, եթե մենք Թուրքիայի հետ ունենանք անգամ դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիայի նման խոշոր գազանը մեր հարևանությամբ, որի արտաքին քաղաքականությունը զավթողական քաղաքականություն է, ինքնին սպառնալիք է։ Հիշենք, որ Թուրքիան շատ վաղուց ներխուժել է Կիպրոսի տարածք, եւ այսօր կան տեղեկություններ, որ նա փորձում է Կիպրոսի տարածքում իր զորամիավորումները հասցնել մինչև 100,000-ի։ Սա ահռելի մի հզորություն է, որի տեղակայումը կարող ենք դիտարկել որպես նոր ագրեսիայի նախապատրաստում։ Ամբողջ Կիպրոսը գրավելու, հիշենք, որ նաև նա Հունաստանի հետ խնդիրներ ունի, առնվազն նմանատիպ քաղաքականություն Ադրբեջանն է վարում մեր հանդեպ, հայտարարելով, որ Գյոքչայա ոչ թե Սևան, Երևանը ոչ թե Երևան։ Այո, ես հիմա դրան կանդրադառնամ, բայց ուզում եմ ցույց տալ մեր ուրեմն հեռուստադիտողներին այն վտանգը, որը գալիս է հենց Թուրքիայից։ Թուրքիան ունի շատ վաղուց ներխուժել է Կիպրոսի տարածք, ներխուժել է Լիբիայի տարածք, ներխուժեց Իրաքի տարածք եւ ոչնչացրեց Սիրիայի տարածք եւ ոչնչացրեց սիրիական պետությունը եւ այսօր այնտեղ ռազմաբազաներով օկուպացնում է Սիրիան։ Այսինքն նման ագրեսիվ եւ զարթողական մեծ պետության հարևանությամբ ապրել եւ ասել, որ այդ պետությունը մեր համար վտանգ չէ, դա քաղաքական տգիտություն է։ Սակայն սրա հետ մեկտեղ մենք տեսանք, որ ամբողջ Արցախյան այս պատերազմի կառավարումը իրականացվում էր թուրքական գեներալների կողմից, թուրքական զորքը գտնվում էր Արցախում եւ ուղիղ առճակատման մեջ էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ, թուրքական ռազմավիացիան գտնվում էր այնտեղ եւ ռմբակոծում էր մեր զորքը եւ այսպիսի պայմաններում հայ ժողովրդին համոզել, որ մենք Թուրքիայի հետ խնդիրներ չունենք, սա ուղիղ դավաճան։ Դա համոզել չի, երաշխիքներ տալ է, բառացի երաշխիք տալիս։ Ինչ իրավունք ունես դու երկրորդ թշնամի պետության անունից ինչ-որ երաշխիքներ տալ, երբ որ բոլորովին վերջերս ամենադառը պտուղներն են քաղել մենք նրանց հետ։ Եվ ես նաև մի բան հիշեցնեմ, որ մինչ 44-օրյա պատերազմը իշխանության ներկայացուցիչները իրենց հայտարարությունների մեջ պնդում էին, որ եթե լինի Ադրբեջանի հետ առճակատում, ապա Թուրքիան հաստատ չի խառնվելու այդ առճակատում։ Մենք տեսանք, որ Թուրքիան գեներատորն էր այդ առճակատում։ Այսինքն Արցախի կորուստը դա ռուս-թուրքական պայմանավորվածություններ էին, այլ ոչ թե Ադրբեջանի կամակորություն։ Եվ հիմա այս ամեն ինչը շարունակվում է, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը դա արևմտյան Ադրբեջանն է։ Իդեպ Հայաստանի իշխանությունները արտգործնախարարի մակարդակով պատասխանեցին, որ մենք դա դիտարկում ենք որպես Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտում։ Այսինքն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը ուզում է մեզ օկուպացնել։ Սրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գերզինվում է։ Նա պատրաստվում է գնել պատրաստում են նկատմամբ որևէ ագրեսիա կիրառել։
Այ անհեթեթության դաշտը հենց այստեղ է, որ նրանք հայտարարում են, որ դա ագրեսիայի նախերգանք է, մենք բոլորս տեսնում ենք, որ Ադրբեջանը գերզինվում է, փորձում է ձեռք բերել ընդհանուր 40 մարտական ինքնաթիռներ եւ ոչ միայն, եւ այս հանգամանքից հետո իշխանությունները հայտարարում են, որ տեղի է ունեցել խաղաղություն։ Սա արդեն աբսուրդի ժանր է, այսինքն իրենք հասկանում են, որ ուզում է գրավել, նրանք տեսնում են, որ պատրաստվում է գրավել եւ խաղաղության դարաշրջան։ Ակնհայտ է, որ սա սուտ է, ակնհայտ է, որ նրանք ընդհանրապես փորձում են ժողովրդի զգոնությունը թուլացնել, ինչը բերելու է նույն արդյունքի, որը որ մենք տեսանք Արցախում։ Դե ինչ վերաբերում է այդ երբ որ հարևան պետությունը նման ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարություններ է անում եւ ժողովրդին հրամցվում է այն միտքը, թե ոչ մի վտանգ չի սպառնում, այս պարագայում ենթադրում եմ նաեւ պայմանավորված է նրանով, որ առաջիկա այս 2026 թվականի ընտրություններին համեմատաբար ավելի զուսպ կլինի Ադրբեջանը, կոշտ պահանջներ չի ներկայացնի, մինչև որ իրեն հպատակված հայաստանյան ռեժիմը կվերընտրվի եւ ավելի լայն մասշտաբներով կկարողանա գործել Հայաստանի Հանրապետության դեմ։ Սա ցավալի իրողություն է, որի հետ չեն կարող չառերեսվել, չհաշվի չնստել, փորձելու ենք բնականաբար դիմադրել այս ամեն ինչին։ Շնորհակալ եմ Գևորգ ջան հետաքրքիր հարցազրույցի համար, ներողություն ենք խնդրում մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին տեխնիկական փոքր խնդիրների համար, հուսով եմ մոտ ապագայում էլի առիթ կունենանք զրուցելու Գևորգ ջան, շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Հարգելի շնորհակալ հրավերի համար եւ ցավոք պետք է նշել, որ այո, համաձայն եմ, որ Ադրբեջանը ամենայն հավանականությամբ կփորձի պաշտպանել ամեն գործողությամբ պաշտպանել այս ռեժիմին եւ նրա վերարտադրմանը, սակայն սրա հետ մեկտեղ զուգահեռաբար աշխատում է նաեւ այսպես կոչված նախկինները, նրանք ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները վերարտադրվեն, բայց վերարտադրվեն արդեն այսպես կոչված 4-րդ հանրապետության ուրեմն ծրագրերով եւ հանրությանը հետագայում արդեն աշխարհին ասեն, որ տեսեք մենք մեր ծրագիրը առաջ բերեցինք եւ հանրությունը մեզ ընտրեց։ Այնինչ հանրությունը ոչ թե կընտրելու է իրենց կամ իրենց ծրագրերը, ոչ հաշվի նստելով հասարակության հետ, ոչ ինչ-որ հանրաքվեն կազմակերպում, պարզապես իրենք իրենց որոշում են եւ իրենց որոշումները եւ խաղալով սև ու սպիտակ խաղը, նրանք հանրությանը ներկայացնում են մի իրավիճակ, որ եթե մենք չլինենք նախկիններն են գալու եւ այս սև ու սպիտակի հարցին հանրությունը կարող է նրանց ձայն տալ, որպիսի նախկինները չգան, իսկ այդ ձայնը իրենք ներկայացնելու են, որ տեսեք մենք 4-րդ հանրապետության ծրագիրը ներկայացրեցինք, հանրությունը դրան տվեց հավանություն։ Սա շատ կեղտոտ խաղ է, որը իրականացվում է հայ ժողովրդի դեմ եւ սրա հետևանքը լինելու է Հայաստանի Հանրապետության տոտալ ոչնչացումը, եթե մեր ժողովուրդը չընդվզի այս հանգամանքի։ Այո։ Մնում է լավատես լինել, մնում են հուսալ, որ հանգամանքները մոտ ապագայում ավելի հարմար առիթներ կստեղծեն համազգային համախմբման, պոռթկման եւ այս չարաղետ ընթացքը ի վերջո կխափանվի։ Շնորհակալ եմ Գևորգ ջան այսօրվա հանդիպման համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի ակնդիրներ, շնորհակալ ենք ձեզ նույնպես համբերության համար, լավ եղեք, մինչ նոր հանդիպումներ մեր եթերում։